Քարահունջ գյուղը նման է հեքիաթի մոռացված անկյան։ Այն թաքնված է ժայռերի խորշերում, կարծես գրկը խառնված բնությանը։ Գյուղը տարածվում է ժայռային քունջում, ուր քարն անգամ ունի պատմություն։ Այն չի աղմկում իր գոյությամբ, չի բարձենում իր գեղեցկությամբ, պարզապես կա լուռ, բայց հաստատ, կարծես ի ծնե պատկանելով այս հողին։ Քարահունջը փռված է վարարական գետի ափին, գետի, որի անվանումն արդեն իսկ խոսում է իր հոսքի ուժի մասին։ Գետը, ինչպես ժամանակը, հոսում է անդադար, նրա պաղ ջրերում ցոլանում են երկինքը լեռները։ Վարարակն կյանք է բերել այս հողին, ջրել է այգիները, սնել է հողագործին, հովացրել է վիշն ու ուրախությունը։ Քարահունջը իր ամբողջ խաղաղությամբ կանգնած է հենց այդ գետի ափին, կանգնած է որպես մի հին երգ, որ չի մոռացվում, որ երբեմն մի պահ լսվում է քամու միջով կամ ջրի շշուկով, եւ այստեղ հենց այս գետափին շարունակվում է գյուղի պատմությունը, բնական, հավերժական ու համեստ։ Քայլում ենք մի տեղ, որ գյուղի սիրտն է, ներքին աղբյուրը։ Այս աղբյուրը հայտնի է գյուղի բոլոր բնակիչներին որպես մաքրության եւ կյանքի աղբյուր։ Նրա ջրերը հոսում են լռությամբ, բայց ուժով հոսելով ինչպես պատմությունը, որ անցել է այս վայրով։ Աղբյուրը ծնվում է ժայռի խորքից, մաքուր ու հավերժական։ Ասում են, ով մեկ անգամ խմի այս աղբյուրից, կկապվի գյուղի հոգուն ու այլևս երբեք չի մոռանա այս վայրի շունչը։ Ահա եւ քարայրերը ստավերոտ ու խորթավոր։ Նրանց մեջ ժամանակը կանգ է առել։ Կարող է զգալ, ինչպես են այստեղ ապրել մարդիկ, ծածուկ պահել իրենց խոհերն ու հիշողությունները։ Քարայրերի մութ խորքերում ապրում է լռություն, հնագույն ու խոր իմաստ։ Քարերն այստեղ լուռ են, բայց հիշողությամբ ծանր։ Նրանք հիշում են մարդկային ձայներ, հողից հանված հաց, ծածուկ աղոթքներ եւ միգուցե նույնիսկ լաց։ Աշխարհից մեկուսացած այս խորշերում ժամանակը կարծես դանդաղում է։ Ամեն մի պահ կենթանի որմնանկար է, կերտված ոչ թե ձեռքով, այլ ժամանակով, քամու շոյանքով ու ջրի կաթիլով։ Այս քարայրերը խորհրդանիշ են մեր անցյալի, մեր համառ գոյության, դրանք կառուցված են հույսից, պայքարից եւ հիշողությունից։ Դարերի պատմություն ունեցող այս կուրերից են թափվում անցի աղբյուրի վտիտ ու քաղցրահամ ջրերը, կյանքով արբեցնելով մեր ապուպ ապերին։ Սյունիքի լեռների գրկում, Քարահունջ գյուղի մոտ, աղմկոտ հպարտությամբ է թափվում Շռան ջրվեժը։ Այն թափվում է 32 մետր բարձրությունից, ստեղծելով գեղեցիկ ու տպավորիչ տեսարան։ Քարահունջ գյուղի բնակիչները պատմում են, որ ջրվեժի անունը կապված է շռալ ձայնի հետ, որը լսվում է ջրի հոսքի ժամանակ։ Քարահունջ անունը նույնպես կապված է ջրվեժի հետ, քար եւ հունջ բառերից։ Շռան ջրվեժը հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ ձյունալից հետո ջրի հոսքը մեծանում է։ Այն նաև հայտնի է իր շրջակա բնապատկերներով՝ կանաչ այգիներ, ժայռեր եւ քարանձավներ։ Բնությունը մեր հիշողությունների տունն է։ Շռան ջրվեժի հարակի ժայռերի վրա անուններ գրելը դարձել էր մի յուրահատուկ տեղական սովորույթ։ Տարիներ շարունակ գյուղի աշխատասեր տղամարդիկ ամռան ամիսներին դաշտերից հազարավոր խոտի խրձեր էին տեղափոխում դեպի ջրվեժի տարածք։
Դա միայն ֆիզիկական աշխատանք չէր, դա համայնքի կենսամիջոցների ապահովման պայքար էր, խրձերը դիզվում էին, իսկ աշխատանքի ավարտին գրում էին իրենց անունները ժայռերին, բարձր տեղերում, որտեղ ջրվեժի շունչն էր հասնում, բայց ոչ ձեռքերը։ Մարդիկ փորձել են իրենց անմահացնել, թողնելով մի տեսանելի հիշատակ իրենց ներկայությունից։ Այսօր մենք կարող ենք կանգնել այս գրությունների առաջ, իբրև ժամանակի հանդեպ հարգանքի մի ձև։ Սա պարզապես բնության տեսարժան վայր չէ։ Սա մի վայր է, որտեղ քարն ու ջուրը կրում են մարդկանց պատմությունը։ Դա մի վայր է, որտեղ քրտինքը դարձել է ժառանգություն, իսկ անունը քարի մեջ բաբախող հիշողություն։ Սկզբում դու տեսնում ես ժայռը, խիստ, անհաղորդ, բայց երբ մոտենում ես, քո առաջ բացվում է մի ճանապարհ, որտեղ քեզ սպասում են երկաթե աստիճաններ, ամրացած հենց քարի սրտին։ Քայլ առ քայլ բարձրանում ես, զգալով ոչ միայն քամ ուժը, այլ նաև այդ մարդու ներկայությունը, ով տարիներով կառուցել է այս ուղին։ Յուրաքանչյուր քայլ, ննված Հրայր Աբրահամյանի ձեռքերով հոգված երկաթի վրա, բարձրացնում է դեպի մի ուրիշ աշխարհ։ Քեզ դիմավորում է քարե կացարանը, հանգստի, լռության եւ դիտարժան տեսարանի վայրը, բայց բնության հետ խոսող մարդն այստեղ կանգ չի առել, քանի որ ճանապարհը դեռ շարունակվում է։ Կացարանից այն կողմ ձգվում են մյուս աստիճանները, որոնք տանում են դեպի դաշտ, այնտեղ, որտեղ բացվում է համայն բնության շնչառությունը, բարձից երևում են հորիզոնները, բլուրները, անծայրածիր կանաչը։ Դա պարզապես ճամփորդություն չէ, դա վերելք է, մարմնի, հոգու եւ գիտակցության։ Եվ երբ թվում է ճանապարհդ ավարտվել է վերևում, դու նորից իջնում ես, բայց այս անգամ դեպի այգի։ Այո, հենց ժայռի տակ, այնտեղ, որտեղ հողն ավելի հարուստ է, արևն ավելի մեղմ։ Այստեղ նա կերտել է կյանք ժայռի ստվերում, որտեղ ամեն ինչ շնչում է հոգատարությամբ եւ սիրով։ Սա մի պատմություն է մարդու կամքի, ճաշակի եւ բնության նկատմամբ ունեցած հարգանքի մասին։ Սա մի վայր է, որտեղ քարն ու երկաթը հանդիպում են հողին ու կյանքի կանաչին։ Հրայր Աբրահամյանի ձեռքերով կառուցված այս ամբողջ տարածքը վեր է պարզ ճարտարապետությունից։ Սա մարդկային հոգու վերելքն է, գետից դեպի լեռ, բնությունից դեպի հավերժություն։ Հյուսիսային կողմում, որտեղ սարերն ընդառաջ են ելնում երկնքին, կանգնած է մի մռայլ ու հսկա ժայռաբեկոր։ Տեղացիները նրան օղտ-նորորոց են կոչում։ Հանգիստ, անհանգիստ լռությամբ նա անշարժ է, դուր վկայելով մի հին ու սրտակեղեկ պատմություն։ Ասում են, ժամանակին այդտեղ ապրել է մեծ ընտանիք, 40 հոգի։ Նրանք ապրել են միասնական, աշխատասեր ու ջերմ միջավայրում։ Տան մերձակայքից լսվում էին զավակների ծիծաղն ու օրորոցային երգերը։ Բայց մի օր երկիրը ցնցվեց։ Ուժեղ երկրաշարժ եղավ, լեռը դողաց, իսկ ժայռը կարծես մի մոռացված դատավճիռ, պոկվեց ու փլվեց տան վրա։ Ոչ ոք չփրկվեց։ Տարիներ անց, երբ մարդիկ սկսեցին այցելել այդ վայրը, ժայռի տակ գտնվեցին հին կավե ամաններ, սափորներ, կենցաղային իրեր, լուռ վկաները մի ժամանակ գոյություն ունեցած կյանքի։ Դրանք ապացուցում էին, լեգենդը արմատավորված է իրականության հողում։ Օղտ-նորորոցը դարձավ ցավի եւ հիշողության խորհրդանիշ։ Նա հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր ժայռ, յուրաքանչյուր լռություն երբեմն կարող է պահել մի ամբողջ կյանքի պատմություն։ Հավեր կամ օգավոր ավերակ ամրոց Հայաստանի Գորիս քաղաքից 2 կիլոմետր հեռավորությամբ է, քարահունչ տանող ճանապարհին Վալարակ գետի աչափին։ Ամրոցի պարիսպների մնացորդները պահպանվել են վեր խոյացող ժայռի վրա։ Երևում են նաև արհեստական քարերներ, որոնք ժամանակին ծառայել են որպես արհեստական կացարաններ։ 190 մետր բարձրության այս ուղղաձիգ ժայռի ճակատամասում կա անառիկ քարեր, որը ամենայն հավանականությամբ Ստեփանոս Օրբելյանի վկայած քարանձավային կացարանն է։ Ակնհայտ է, որ անվան հիմքում ընկած է նույն ոգ, փոս, խոռոչ, ծերբ բառը։ Արմեն Ղարագյուզյանը օփավեր մեկնաբանում է որպես ափավեր, ափից վեր գտնվող։ Ժայռի աչքի ընկնող հիմնական առանձնահատկություններից է խոռոչների տեսք ունեցող այլ կացարանների առկայությունը։
այդտեղ անվան մասին կա երկու ավանդազրույց, որ հաղորդել է Գորիսեցի Հայրապետ Մաթևոսյանը եւ գրի առել Սուրո Խանձազյանը 1946 թվականին։ Ըստ դրանցից մեկի այստեղ ապրել է մի հարուստ կին, ով կիրակրել է հարյուրավոր մարդկանց եւ որբերի։ Մի անգամ էլ այստեղ եկել է մի դերվիշ եւ կանգնելով բերդի մոտ կնոջից խնդրել է իր համար էլ բաժին, ասելով՝ «Ո փայվեր, ո բաժին տուր», այստեղից էլ մնացել է «Ո փավեր»։ Օփավերի մերձակայքում Վարարական գետի ձախ ափին գտնվում է թթենուտը, որտեղ իրականացվել են ամենամյա թթի փառատոներ։ Ձեռակերտու համեստ թուռուտի կամուրջն է, մոռացված մի շինված։ Այն ժամանակին կապել է ափն ի ափ, ծառայել մարդկանց, բայց այժմ լռության մոռացության մեջ դառնալով մի հին վկա, հանգչում է կանաչով ծածկված լանջերում։ Նրա տակ իջևանել է Վարարական գետը, իր անզիջում հոսքով ու վիշտ է հիշեցնող ձայնով։ Ջրի աղմուկը երբեմն խլացնում է շրջապատի լռությունը, կարծես ուզում է հիշեցնել, որ այստեղ երբևէ կյանքի առած է։ Բնությունը հոգատար մայրիկի պես իր կանաչ ծածկոցով կամուրջը փաթաթել եւ ամուր պահում է իր գրկում, թաքցնելով մարդկային աչքից, ասես պահելով նրան անցյալից եկող մի հուշի պես։ Արահունջի գյուղամերձ քոլի բերան կոչվող բլուրի գագաթին, ուր երկինքն ու հողը կարծես միաձուլվում են, կանգնած են 3 խաչքարեր, կռացած, ժամանակի բեկորներով քանդակված, տարերի ցավն ու հավատն իրենց մեջ պահած։ Դրանք լուռ վկաներն են մեր ժողովրդի պատմության տառապանքի, որոնց մոմիծուխը սևացրել է, դարձնելով սրբության ու հիշողության սյուներ։ Նրանց կողքին կանգնած է 9 մետր բարձրությամբ խաչը, կառուցված բարերար Կոստանտ Ալեքսանյանի նախաձեռնությամբ։ Ժառի պես ամուր ու վեհ այդ խաչը ոչ միայն խորհրդանիշ է հավատի, այլ նաև հույսի ու միասնության, վեր բարձրացրող մեր անցյալն ու ապագան միացնող։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցված 1675 թվականին համարվում է Քարահունջի սրբավայրներից մեկը։ Եկեղեցին աչքի է ընկնում իր մեծ ու փոքր զանգակներով, գմբեթով եւ կամարներով։ Աբրահամ Կրետացի կաթողիկոսը իր աշխատություններում Սուրբ Հռիփսիմեի մասին գրում է. սրբաշատ քարերով շինված մի պատվական եկեղեցի։ 1736 թվականի գարնանը Նադիր շահի թագադրման ժամանակ Կրետացին մեկնում է Տաթև Քարահունջով, քարահունջեցիները նրան խնդրում են, որպեսզի նա հանի բանադրանքը Քարահունջ գյուղից, կաթողիկոսը հանում է բանադրանքը Քարահունջ գյուղից եւ օրհնում գյուղացիներին։ 17-րդ դարում կառուցված այս եկեղեցին դարձել է ոչ միայն Քարահունջի հոգևոր կենտրոնը, այլև ժողովրդի պատմական հիշողության եւ համայնքային ինքնության ամրոցը, իր քարե պատերով կրելով անցյալի ցավը, դիմադրությունն ու հավատքը։
19-րդ դարի վերջին, երբ հայկական գյուղերը պայքարում էին մշակութային, հոգևոր և տնտեսական կայունության համար, Քարահունջն ուներ մի մեծաշուք զավակ՝ Առաքել Ծատուրյան անունով։ Նրա անունը ոչ միայն կապված է բարեգործության և հավատքի հետ, այլ դարձել է անմոռանալի մաս գյուղի պատմության և հուշերի մեջ։ Բայց ինչպես հաճախ է լինում մեծ մարդկանց կյանքում, Ծատուրովը նույնպես ինքնասպան է լինում։ Քարահունջի բնակիչները նրա մարմինը բերեցին հայրենի հող ամփոփելով Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում։ Նրա գերեզմանակարին գրված է 1830-ից 1903 Առաքել Աբերդ Ծատուրյան ողորմություն և հավատք։ Իրենի գյուղի զավակը իր հանգիստը գտավ հենց այն սրբավայրի բակում, որ ինքն էր վերակենդանացրել։ Մեզ այսօր, և ով մեզ սպարտիս մեր, որպես ենթեք ներոց վարկավարած, և դիտանիվս մեզ փոխություն, այդ դյաս մեզ իչարեք, սիքոյ արկայություն և սոտություն, և տանց հավիտյանս, ամեն։ Քարահունջի դպրոցի հիմնադրման պատմությունը ծագվում է դեպի 20-րդ դարի առաջին տասնամյակները։ Դպրոցի սկզբնավորումը կապված է Առաքել Ապոր ընտանիքի ժառանգների և բարերարների նվիրումի հետ։ Առաքել Ապոր մահվանից հետո նրա հարստությունն անցնում է եղբոր որդիներին՝ Թարխանին, Միրզային և Պատվականին։ Նրանք համագործակցելով բարերար Գրիգոր Հայրապետյանի հետ 1912 թվականին կառուցում են երկդասյա դպրոցի առաջին երկհարկանի շենքը, բաղկացած 10 դասասենյակից։ Դպրոցը պաշտոնապես սկսել է գործել 1914 թվականին և շարունակել է անխափան աշխատել մինչև 1974 թվականը, շուրջ 62 տարի։ Այդ ժամանակահատվածում այն հանդիսացել է Քարահունջ գյուղի կրթական կենտրոնը, մեծ դեր ունենալով տեղի կրթամշակութային զարգացման մեջ։ Այս կառույցը պահպանում է իր շարունակական գործունեությունը մինչև մեր օրերը, հանդես գալով որպես Քարահունջի նուհ, բայց աճող սերունդներին նոր պայմաններում կրթելու ավելի մեծ հնարավորություններ էր անհրաժեշտ և կառուցվեց նոր դպրոցը, որը գործում է առ այսօր։ Քարահունջի Եգոր Սևյանի անվան միջնակարգ դպրոցը կառուցվել է 1955 թվականին որպես կրթական հաստատություն, ծառայելու Հյունիքի մարզի Գորիս տարածաշրջանի Քարահունջ գյուղի բնակչությանը։ Դպրոցը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում և երկար տարի ծառայել է որպես կրթական, մշակութային և հասարակական կյանքի կենտրոն։ Դպրոցը իր գործունեության ընթացքում ձևավորել է կրթված, աշխատասեր և հայրենասեր սերունդներ։ Շատ շրջանավարտներ հետագայում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, դառնալով մասնագետներ տարբեր ոլորտներում՝ մանկավարժությունից մինչև գիտություն, բժշկություն և պաշտպանություն։ Այսօր Քարահունջի միջնակարգ դպրոցը գործում է որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, և իր ուսումնական ծրագրերը համահունչ են Հայաստանի Հանրապետության կրթական չափորոշիչներին։ Դպրոցը մատուցում է նախակրթական, հիմնական և միջնակարգ կրթություն, ապահովելով համապատասխան պայմաններ բոլոր տարիքի երեխաների ուսուցման համար։ Դպրոցում աշխատում են փորձառու ուսուցիչներ, որոնք անխոնջ նվիրվածությամբ փոխանցում են գիտելիք և արժեքներ։ Նորագույն կրթական միջոցների ներմուծմամբ և տեխնոլոգիական աջակցությամբ դպրոցի ղեկավարման թիմը ձգտում է ապահովել որակյալ կրթություն, պահպանելով ավանդույթները և միաժամանակ համընթաց քայլելով ժամանակի պահանջներին։ Բացի կրթական գործառույթից, Քարահունջի դպրոցը եղել և մնում է նաև մշակութային և սոցիալական կենտրոն,
կազմակերպելով տոնական միջոցառումներ, պատմական և հայրենասիրական ծրագրեր, համայնքային տարբեր նախաձեռնություններ։ Դպրոցը մեծ տեղ է տալիս հայրենաճանաչողությանն ու ազգային արժեքների պահպանմանը։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ, հիշողություն, որ ապրում է մեզանում։ Տատիկիս եղբայրներ։ 1941 թվականին, երբ սկսվեց պատերազմը, գյուղից 300 հոգի մեկնեցին մարտնչելու ֆաշիզմի դեմ։ Մեկնողներից 128 հոգի չվերադարձան, նահատակվեցին։ Քարաունջեցիներն իրենց զավակների հիշատակը հավերժացնելու համար կանգնեցրին հուշարձան կոթող 128 զոհվածների նկարներով։ 1941-ից 1945 թվականներին հայրենական մեծ պատերազմում զոհված քարաունջեցիների հիշատակին, այսպես է գրված մարմարյա տախտակի վրա։ Այստեղ հետագայում կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված քարահունջեցի ազատամարտիկներին, հավերժ փառք նրանց։ Այս հուշարձանը մեզ հիշեցնում է, թե ինչպես է մեզ հասել խաղաղությունը։ Ուրախ ենք, որ քարաունջեցիները պահում են այդ հիշողությունը։ Յուղ է եղել, ոչ թե ասենք շատ թթյող է եղել, հյուրասեր է եղել, այլ մակարդակով, որտեղ կապ են ունեցել Երևանի հետ, Բաքվի հետ, որ թթյող են, դե յուղացի ծատուրով են ասում, նավթի բուրուղները տատուրովն է բացարել, հենա նկարը կա, Տովինարի հայրական տալը նկարը կա, գաղթից ես վերով, կորոբլի գրատա, գլոբոկա ուվաժայեմումու, շամիրու միջովեսի ծատուրովու, և իր աշխատակազմի աշխատողները մի 50 հոգու նկարները բացրած, մեծ մետրը նկարա, թանգարանային նմուշա, ես եմ այդ պանի ես պանդվալից գտել, բեր նոր պատողաբանը ապագի կծել, ռամկան բերել լակով կծել, պահպանել, հետո մի անգամ Հովանես Բադալյանը և իրակինը Մարգոն հայրդույր ուսուցիչ այկել էին յուղից մթերք էին առնում, մեղր էին առնում, լոբի պոպոկ մոպոկ էին, նկարը որ տեսա վայսը լացիլը պապա, դա պատմական մաներ, Ուրեմն քարաունջը զարգացած է եղել, քարաունջում ուժեղ շախմատ էին,
սիրում, սիրահարներ էին։ Հələ Տիկրան Պետրոսյանից առաջ էր մրգյումը մրցույթ ա եղել։ Հետո կարծես տեղ մեր գյուղացի Մերինի Շաշիկը, Ժորան, Ադորը Ժորան, Գորիսի մրցումներում միշտ մասնակցել են և իրենց ավանդն են դրել, Գորիսի չեմպիոն են եղել։ Եվ մեր գյուղում մատաղ սերունդիներ է սեր առաջացրել դեպի շախմատը։ Դե əminəl էլի չեմպիոն եմ եղել մի քանի անգամ, նոյերներ եմ տվել, ժամացույցներ եմ տվել, ֆինանսական օգնություններ եմ տվել, այո, դպրոցը ունեցել է խմբակներ է ունեցել, բարի խմբակներ են, բատականավոր əminս էր լավ բարում բարի ուսուցիչ ենք ունեցել, դուխովը արկեստր ա եղել, փողային գործիքների խումբ ա եղել, ամեն առավոտ նվագել են, միջով դասը սկսել են, ժամը 8-ին սկսել են, նվագել են, թող լինի, ես էլ նվագող եմ եղել են, տալերկա եմ խփել, թող լինի, միշտ արևը, թող լինի, միշտ երկինքը, և թող միշտ լինի, ես Վանդալինի խմբակ ա եղել, թերի խմբակ ա եղել, այմար, ինչ համերգներ եմ տվել, Քերի Անդրանիկը ունեցել է խումբ, թատերական խումբ ա ունեցել, մեր գյուղում մի լավ գրադարան կար, ոնց էր ապավերիտիկ, Վիկտորիա, համերգներ եք տալիս, գնում եք կոլխոզի գոմերումը, ամենքս մի հորդ էիք պահում, համերգներ էիք տալի ամաստապանների համար, հատուկ օր կար ամաստապայի օրը, εμείς տանում էինք ճանապարհներից քարերը մաքրում էինք, կուլտուրական գեղեցիկը, տրադիցիա, սովորություն կար էլի գյուղում։ Եք հիշում Քարահունջ գյուղը ձեր մանկության տարիներին։ Երջանիկ կյանքով ենք ապրել։ Հեն նկարում եմ Քարահունջի և քարահունջեցիները։ Ես գլխարկով եմ այդ 50-60 երեխաների մեջ գլխարկով եմ նկարված։ Այդ գլխարկը կարել է Մակարի Ժորան։ Պապիկին, հորս կասյումը ուսուցիչ ա եղել, օտարլեզի և զենտեք ա եղել, որ հնանում էր պենջակը, կասյումը, շուր է տալի, աշտարը մաքուր էր, ավելի պարզ էր, արևով առաջ էր, դրանով գլխարկներ էր կարում, ես այդ գլխարկները մինչև հիմա դնում եմ, մինչև հիմա ես 70 տարի է գլխարկով եմ։ Արդյոք գյուղում կա ինչ-որ տարածք կամ տեղ, որի մասին ասում են այստեղ հրաշք է եղել կամ սրբազան վայր է։ Այո, հայրապետիքն եղել, ասում են պատերազմին ժամանակ, այն առաջվա պատերազմի ժամանակ, մեզ քարանձավ կա հայրապետիքում, ես շատ եմ եղել, ամեն անգամ գնում ենք նեղ մարտավան ենք անում, ոչխար բան ենք անում։ Իբր դե քարանձավում թախնվել են հազարոքի, համար ասել են հազարափրկիչով, հազարների կյանք են փրկվել այդ հազարափրկիչում։ Առաջ, որ երաշտ էր լինում, որ դպրոցի մոտ մի կին կար, հայ կար, ակ էին դպրոցում։ Ժողովուրդը վերում էին, մի քիչ բրիզ, մի քիչ կաթ, բան են տարի։ Այդ հայկան վերում է կաթն էր անում, ամբողջ գյուղի ժողովրդին բաժանվել, ամենքը թաս պիտի բոլորին բաժանեն, որ երաշտ չել, անդրե պիտի գաստա, նույնտուր բանի նման այելի, ավանդույթ տակամ, ասպետ երեքանը մատաղ անեմ, տղասոր բանագիցը առոշ կայր ամեսիչի ավանդույթներ կան, որ անպայման կամ աղջիկներ ամուսնանում են, ասում պիտի տալետը ոտի տակը կոտրել կամ պիտի չգիտեմ էլի հաշտներ դուսաներս պիտի մեկ առաջ կտրի, այդ սովորույթներ կան, կամ ասկամաս չգիտեմ է։ Կամ ես տխուր բաների մասին եմ մեկ, չգիտեմ, դե իմ դերուզ բան չկա, որպես ասում ես, դե մահեր լինում են, հիմա կարծես թա այս հովակավորություններն էլ ադարան ձևական, ցուցադրական, ոչ թե դա ցուցադրական։ Տատիկներից եք լսել գյուղի անցյալի մասին։ Մեր գյուղում հավաքում էին, մեծերը հավաքում էին, պրշնի էին ասում, պրշնի տարին տակ էին հավաքում, միջով փոշտը գար, թերթերը բերեին։ Գյուղի տարիք մարդիկ գալիս էին, սպասում էին անհապեր երբ պիտի փոշտը գա, որ
ընթերցեն, գազետ ընթերցեն։ Հիմա ներկայացրունդը որ գրադարան են գնում, հազվագյուտ երեխեք որ կարող գրադարան գնում։ Ու սպասում էին կատակներ էին անում, այո։ Ես էլ էի մեկ մի քանի քառատող անգիրներ էի գրում, օրինակ համար մեր Մակարը կոլխոզի նախագահ է եղել, Փեսա Մակար, Հորկուլի Սամուսինն է եղել, մի քառատող եմ գրել, մեր Փեսա Մակարը խմիչքի մոտիկ է եղել, շատ է սիրում տակարը, եթե չլի տակարը կուշաթափի Մակարը, մի 20 տարի Հորկուլս խռով։ Ահա այսպես, երկար ու բովանդակալից էր մեր զրույցը հարգարժան Էդիկ Աղաբեկյանի հետ։ 73 տարիների կենսափորձն ու իմաստությունը հնչում էին նրա յուրաքանչյուր խոսքում, համեմված թանկարժեք հիշողություններով, ջերմությամբ ու քաղցր մտքերով։ Շնորհակալ ենք անկեղծ զրույցի, սրտապած պատմությունների և հոգին հարստացնող խոսքերի համար։ Մաղթում ենք նրան առողջություն, խաղաղ ծերություն և դեռ երկար տարիներ շրջապատված սիրով ու հարգանքով։ Пока у нас сведений нету, я не батарея. Արամունկը հայաստանյան եզակի գյուղերից է, որը ոչ միայն հնագույն պատմություն ունի, այլև աչքի է ընկել զարգացած քաղաքակրթությամբ։ Գյուղի պատմական անցյալը այսօր էլ արձագանքում է նրա կառույցներում, պահպանված մշակույթում և համայնքի հիշողության մեջ։ Այս մասին խոսում են շատերը, այդ թվում Էդիկ Աղաբեկյանը, ով ընդգծեց քարահունջի դերը տարածաշրջանի մշակութային կյանքում։ Գյուղում ժամանակին գերակշռել են կտուրներով միահարկ տները, սակայն դրանց մեջ առանձնանում էին 7 երկհարկանի շենքեր, թիթեղյա տանիքներով, յուրաքանչյուր տուն իր պատմությունն ունի, իսկ որոշները նույնիսկ մշակութային նշանակություն։ Սողոմոնին Կարապետի տունն է, այսօր լքված է, վիրավոր, առանց տանիքի, բաց երկնքի տակ խեղճացած, թվում է թե տարիների ընթացքում ոչ միայն մարդիկ են լքել տունը, այլ տունն էլ հրաժարվել է իրենից, մաշվելով, մոռացության մատնվելով։ Նիազած հեղին այդ տունն է, ժամանակին եղել է նաև կանցիլար, այսօր արդեն անբնակ է։ Ավուն Մերձայտունը նույնպես լքված է, բայց նրա հնամյա պատերը դեռ լուրջ հնչում են անցյալի հիշողություններով։ Պատերն իրենց վրա կրում են փայտերի շարվածք, որոնք ոչ միայն ամրություն են տվել, այլև գեղագիտական հմայք։ Այդ պատերը մնում են անխախտ գթասիրտ բարեկամի հոգացու ձեռքերի շնորհիվ, ով պահպանում է տունը, ինչպես պահպանում են Սուրբ Ավանդույթ։ Լազարի տունն է, որն այսօր ծառայում է որպես փոստի բաժանմունք և շարունակում է գործել, պահպանելով իր համայնքային դերը։ Քաչալ Հաբուն տունն է, ներկայումս Վալոդիա Ղարամանյանի բնակարանը, առանձնանում է իր գեղեցիկ որմնանկարներով ու պատկերներով, որոնք դեռևս պահպանված են ու պատմում են անցյալից։ Այս տունը յուրահատուկ մշակութային արժեք է ներկայացնում, քանի որ նմանատիպ որմնանկարներ հազվադեպ են հանդիպում գյուղական միջավայրում։ Մեկ այլ ուշագրավ կառույց է Աբուն տունը, որը մինչ օրս բնակելի է։
Բացի նշված տներից 7-րդ շենքը, որը նույնպես առանձնանում է իր երկհարկանի կառուցվածքով, եղել է հին դպրոցի շենքը։ Այսօր այն վերածվել է մանկապարտեզի եւ շարունակում է ծառայել համայնքի երեխաներին, պահպանելով իր պատմական կառուցվածքը։ Այս շենքը ոչ միայն կրթական նշանակություն է ունեցել նախկինում, այլ նաեւ հանդիսանում է համայնքի մշակութային կյանքի շարունակության վկայություն։ Այս տները ներկայացնում են գյուղի երբեմնի ճոխուկուր կառուցվածքը, որը վկայում է թե նյութական, թե հոգևոր առաջադիմության մասին։ Տների կառուցվածքից բացի կան նաև հետաքրքիր կենցաղային փաստեր։ Ասում են, որ հենց քարահունջեցիներն են առաջինները տարածաշրջանում, ովքեր սկսել են օգտագործել դանակ եւ պատառաքաղ, ինչը խոսում է նրանց կենցաղային մշակույթի բարձր մակարդակի մասին։ Այս ամենը վկայում է, որ Քարահունջն անցյալում մի գյուղ էր զարգացած ճարտարապետությամբ, հոգևոր կենտրոնով եւ առաջադեմ կենցաղով։ Այդ ժառանգությունը պահպանելը մեր պարտքն է։ Այժմ գնում ենք Սաշիկ Դարփինյանից տուն, վերցնելու մի փոքր հրցազրույց Քարահանջի վերաբերյալ։ Հիշում Քարահանջ գյուղը ձեր մանկության տարիներին։ Մեկից մի սոխ, մեկից մի հավ գողացել, գնացել ենք Գոլոտանում լողացել։ Արդյոք լսել եք լեգենդներ Քարահանջի մասին, ինչպես դա կարող եք պատմել մի փոքր։ Ինչու՞։ Լեգենդներ։ Լեգենդ ես լսել եմ Քարահանջի մասին, որ Լև Թեմուրի հարձակման ժամանակ ամբողջ գյուղը հավաքում է այն եկեղեցու մեջ, բայց մեկը փախչելով գնում է Լև Թեմուրի զորքի առաջ եւ խնդրում, որ գյուղը չմտնեն, քանի որ այնտեղ հիվանդությունը, որ ամբողջ զորքը կարող է կոտորվի։ Թե որքան ավարտիշտ ես չգիտեմ, Լև Թեմուրն զորքը հրամայում է դեպի Խոտ, Շինուհայր, Տաթև այդ ճանապարհով է գնում դեպի զորքն դեղով է տանում, այդ Քարահունջ չի մտնում, ու ժողովուրդը փրկում են Քարահունջի։ Կարող եք պատմել որևէ պատմություն, որտեղի մարդիկ հավատացել են նշանների կամ նշանակությունների, երազների, այսպես ասած։ Բոլոր երազներն էլ հավատում են։ Օրինակ, ես ամեն ինչին հավատում եմ։ Մարդ արարած, եթե դիմացիդ կանգնած խափում է, էլի հավատում է։ Ես այն հավատ մարդը այն կյանքում իրավունք չունի ապրելու։ Պիտի ամեն ինչին հավատաս, եւ ընկերոջդ էլ հավատաս, եւ կնոջդ էլ հավատաս, եւ թորներիդ էլ հավատաս, ամեն ինչին պիտի հավատաս, քանի որ այդ հավատը ես սերա եւ հարգանք։ Իսկ սերն միայն այն մարդու երջանկությունը, ուրիշ ոչ մի տեղ։ Ինչ-որ տարածք կամ տեղ, որի մասին ասում են այստեղ հրաշք եղել կամ սրբազան վայր է։ Մենք ունեցել ենք Հազարան Փրկիչը, որը մինչև առաջտորել կոչվում է Հազարան Փրկիչ։ Դրա պատմությունը ինչ-որ երկու հատ լեգենդ կա, մեկ ինչ-որ կատնապուր պատրաստելուց օծը ուզացալա թույնը թափիկ վերի մեջ, բայց են վերևից են արտիվը եկել է խփել թափել բանը կաթը։ Էմի դպրոցի պատից կախտված էր 7-րդ թե 8-րդ դասարանը։ Ինչ-որ մեկը հիշում եք, կարաք ասեք։ Առաջի բանաստեղծությունը Օտար աշխարհում ծնվեցի մի օր եւ շատ տխուր էր օրը այդ մոլոր։ Մի օր զգացի հեռու են տանում եւ երազեցի թեուր են տանում։ Եվ երբ տեղ հասանք ես նոր զգացի հայրենիքների, որ երազեցի։ Մասին ինչ ամենաշատը կուզեիք, որ իմանան ձեր երեխաներն ու թորները։ Քարահունջի մարդասիրությունը, այն հյուրասիրությունը, ընդունելությունը ու բոլոր այդ երեխաները այն Քարահունջի նիստուկացը սերունդեստերուն փոխանցվի մեկը մյուսի։ Որոնք էին գյուղում ընդունված ավանդույթներն ու սովորությունները, դրանք պահվում են մինչ այսօր։ Մինչև այսօր էլ պահվում են, մինչև այսօր էլ ավանդույթները պահվում են, այն ազգերի, այն երեխաներին կոչում են ազգերի այն անունով, մարդուն տնողի անունով, մականուններով են շատ են դիմում։ Իսկ վերջում ենք բոլորի շատ հետաքրքրող հարցը, ինչպես է առաջացել Խոմեյնի մականունը, կարող եք ասել։ 82 թվականին
Իրանի իսլամական հանրապետությունը ստեղծելու ժամանակ այն թագավորությունը, որ պայքարում էին թագավորին գահին կիցանելու, ես էլ աշխատում էի գյուղում։ Գյուղի սովխոզի դիրեկտորի մինիստրությունից ռևիզորներ էին եկել, որ ստուգեն։ Ես էլ քնում եմ ղափան, որ կոմբիկոր մսպանամ, դավերն ստեղերցրել են, որ տանեմ, սովխոզի դիրեկտորը փեչատի դավերն էստը, ես էլ արտակուստ մի հագուստ էի ունեցել, որ ամբողջությամբ կաշվից էր։ Եվ պենջակս էր կաշվից, և շալվարս էր կաշվից, և գլխարկս էր կաշվից։ Սովխոզի դիրեկտորը հարցրեց, թե Սաշիկ այդ գեղեցիկ հագուստդ որտեղից է, ես էլ անգիտակցաբար, թե գիտակցաբար ասեցի Խոմեյնն է ուղարկել, ու թենց էլ անումս մնաց Խոմեյն։ Մինչև այսօր էլ մանուկները իմ անումս չգիտեն, Խոմեյն դադա են ասում։ Այսքանով ավարտեցինք, ուզում ենք ասենք շնորհակալություն ձեզ, որ ընդունեցինք մեզ այստեղ ջերմ հարգանքով։ Այժմ հյուրընկալվել ենք Զաբելա Ստեփանյանի օջախում։ Քարանջումն հայտնի է որպես հմուտ խոհարար, աշխատասեր կին, խորհրդատու մայր և սիրված տատիկ։ Զաբելա տատիկ, Քարանջը որպես շատ հին գյուղ բաժանված է եղել թաղամասերի, ունեցել են անվանումներ։ Պատմեք այն մասին, թե ինչու են հենց այդ անվանումները ստացել։ Գյուղը ունեցել է 3 հատ բնական աղբյուր։ Վերի թաղի աղբյուրի անունը անցը։ Միջինը միջի թաղի աղբյուրն է, ներքևինն է, ներքի թաղի աղբյուրն է։ Որից այդ աղբյուրների հիման վրա գյուղը բաժանվել է 3 թաղամասի։ Վերի թաղ, միջին թաղ, ներքևի թաղ։ Զաբել տատիկ, պատմեք մի դեպք ձեր մանկության տարիներից, որը խորհուրդ է թողել ձեր վրա, ինչի մասին երբեք չեք մոռանում։ Ես ծնվել եմ 1940 թվականին։ Հայրենական մեծ պատերազմը, որը սկսել է, պապաս Ուստա Ղազարը մեկնել է հայրենական մեծ պատերազմ, թողնելով 5 աղջիկ երեխաների։ Ունեցել եք շատ դժվար ապրելակերպ։ Իմ մայրիկս մեզ պահել մեծացրել է, մինչև պապաս հայրենական մեծ պատերազմից եկել է վիրավոր վիճակում 44 թվականին։ Մեկ գնացիք, որ պապայիս ճղացիցոր են ասում, որ իշով բերեք, քույրիկներիս հետ միասին։ Եկած ճանապարհի ես ոտաբոբիկ էի։ Ոտս տնաքես մի քարի ոտս արունը եկավ, սկսեցի լացնիլը։ Իմ պապասալ էշի վրա նստած սկսեց լացնիլը։ Ասեց ախր ուր ես եկել, ախր ինչի ես եկել։ Ու տհեց հասակ տուն։ Շատ դժվար տարիներ ալել, սով, ոտաբոբիկ, ոչ թե մենակ մեկ եք եղել, այլ բոլոր մեր հայ ժողովուրդն է այդպես եղել, այդպիսի դժվար տարիներ եք հասկացրել հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Պապաս հայրենական պատերազմից որ եկավ, տերեխներ գործեց, բոլորս էլ հագակ, ու մինչև հիմա էլ չեմ մոռանում, որ իմ պապաս լացակում ես ու ինձ ասաց, ախր ինչի ես եկել, որ ոտաբոբիկ ես եղել։ Ես շատ եմ սիրել իմ պապայիս, սիրել եմ մեր աշխուղ հավասու հայրիկ երգը։ Ուզում եմ իմ հայրիկիս շատ սիրելու հիմա վրա երգեմ հայրիկս։ Բարի ձերքդ գլուխներիս, հոմանի ես միշտ մեզ հայրիկ, աճեցանում, մեծացանում, տաքարև է տալիս հայրիկ, արի հայրիկ, բարով հայրիկ, կյանքդ լինի դարով հայրիկ, ուրախ սեղան միշտ բահացարած, որդիներդ շուրջը ժողված, բարի խոսքդ խրատ դարած,
հայրերի մեջ փայլես հայրիկ, արի հայրիկ, բարով հայրիկ, կյանքդ լինի դարով հայրիկ, զավակներդ քաջեն կրվել, թշնամուն ծանկի են հանել, պատիվդ բարձրեն պահել, հայրերի մեջ փայլես հայրիկ, արի հայրիկ, բարով հայրիկ, կյանքդ լինի դարով հայրիկ։ Քարահունջեցիները տարածաշրջանում հայտնի են որպես հյուրընկալ ժողովուրդ, նշանավորում, որ մարդիկ են եղել քարահունջում։ Մեր գրող Ռաֆին ու մեր Ղազարուս Աղայանը գալիս են Կավկազ գիրք գրելու համար։ Գալիս են հանդիպում մի հատ բարձրունքի։ Բարձրունքում տեղ հովիվը նախերը պահելիս այնում։ Ասում են, բարև ձեզ, ասում են, բարև, բա որ տեղացի ես, ասում են, երևում է, Քարահունջ գյուղից եմ։ Ասում են, իշ լավ է, որ հանդիպեցիք ձեզ։ Լսել եք, բայց համտես չեք արել։ Կկարողանաս քինես մեզ համար մի շիշ օղի բերես, Քարահունջի օղի։ Ասում են, աշկիս վրեն, այդ հովիվը կեմ է ուրյաստանան, գեղեցիկ ուտելիք տալն հետը օղի վերցնում, կեմ է այդ բլրի վիրյան նստում, այդ բլուրը կոչում է հազարակ փրկիչ։ Տեղ նստում են ուտում խմում, համեր մեր գրող Ռաֆին ասում է, այսքանը ես պատմության մեջ կգրեմ։ Ռաֆու 7-րդ հատորը կայցեր գիրքը։ Զաբել տատիկ, շնորհակալությունս եմ հայտնում ձեզ այս գեղեցիկ եւ ջերմ բովանդակալից զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում ձեզ, որ հիշել եք մեր անցյալը, ուզում եք իմանալ մեր անցյալի մասին։ Թող մեր մատաղ սերունդը, ինչ որ մեկ եք տեսել, թող չտեսնեն։ Շնորհակալություն։ Զաբելա Ստեփանյանը պատմեց գյուղի 3 աղբյուրների մասին, որոնք տարիներ շարունակ ծառայել են Քարահունջի ժողովրդին։ Այսօր հներին միացել են նորերը։ Դրանցից ամենախորհրդանշականը Արցախյան ազատամարտի հերոս Մուշեղ Մկրտչյանի հիշատակի նվիրված աղբյուրն է, գյուղի կենտրոնում։ Ուշաղբյուրի կողքին տեղադրված խաչը նախկինում կանգնեցված էր Լալազարի կամրջի մոտ, այն վայրում, որտեղ հերոսաբար զոհվեց Մուշեղ Մկրտչյանը։ Խաչը տեղադրվել է 1995 թվականին բարերարների աջակցությամբ, ի հիշատակ նրա քաջության և անձնվիրության 44 օրյայից հետո այն արժանապատվորեն տեղափոխվեց Մուշեղի ծննդավայր, Քարահունջ, որպեսզի միշտ նրա հիշատակի աղբյուրի կողքին լինի։ Այս աղբյուրը կերտվել է Ալավերդյան Արտուշի ձեռքով։ Դպրոցից տուն շտապող աշակերտների քայլերն անպայման կանգ էին առնում այստեղ, մի կողմ սառը ջրի, մի պահ հանգստի և մանկության ջերմ հուշի համար։ Այսօր ցավոք աղբյուրը մնացել է անխնամ ու անմխիթար։ Ժամանակի հետ կորել է երբեմնի փայփրված ու հոգատար վերաբերմունքը, սակայն նրա ներսում դեռ մնում է հիշողության ուժը, այն տարիների շունչը։ Հույս ունենք, որ այս տեսանյութը մի փոքր ջերմություն ու ուշադրություն կբերի այն վայրերին, որոնք երբևէ մեր մանկության հիշողության մաս են եղել։ Սերյոժա Մանուչարյանի ձեռքով ստեղծված «Ղաբ» կոչվող աղբյուրն է։ Դաշտից վերադարձող հոգնած գյուղացին այստեղ կանգ է առնում, թռչում ճակատը, հանգստանում մի պահ։ Կողքի ժայռի մեջ վարպետը խնամքով թաքցրել է մի փոքրիկ խաչքար, աղոթքի, հավատքի խորհրդանիշ։
Նա մեծ հոգատարությամբ կերտել է մի անկյուն, որտեղ այսօր հավաքվում են գյուղի երիտասարդները եւ բաժակ բարձրացնում հարգանքի ու երախտագիտության խոսքերով, խմելով աղբյուրը ստեղծողի եւ ողջ գյուղի կենացը։ Հարսանիքների քեֆերի ժամանակ դա եղել է սեղանի զարդը եւ պատրաստման գաղտնիքը կբացահայտի Հայրապետ Բաղդասարյանը։ Ես ներկայացնում ես արդեն նոր տեսականի, որ թորն ապարատան այք։ Ես լծում եմ ստեղից թորման, ես գալիս է ողին ինչքան բարձրայթում, ենքան մաքոր եթում, գալիս է թորմոստ է։ Սրանից հետո գնում է ֆիլտրացում, շեգանն ամբավից վրապել նոր սերնդիկ տեսեք ապեք նորից էլի ֆիլտրացում, գնում է ստեղ շշալցում, դա շեգանում է պիտակները կպցնելուն, վերևից տելեֆոնները կպցնելուն, այնտեղ ունենք շշալցման ապարատ, ջուր թորելու ապարատ, որչում ես ինչ ունենք, ես ենք հարավանջի նոր վիսկինա շուտով կհելնին արդեն շուկա, որցում եք շշալցնենք, հանեք շուկա, ես հարավանջի վիսկինա, ես եմ էլ ողիներն եմ, ընտրեմ ես հև ինչ ունենք։ Ես տամ ես եմ էլ հարավանջի բրեդան նայեք, ես էլ խնդրեմ ձեզ տամ, Կարեք նայեք, կպսեք, որ նպրատնենք մեր կարավանջով։ Անում ենք գյուղացուների համար։ Իր ամեն սեզոններ ես թութը կարնենք ժողովրդից, նորից թորենք, նորից էլի կտանք էլի ժողովրդին։ Քարավանջեցու հյուրընկալ լինելու ամբավը տարածված է ամենուր։ Հյուրասիրությունը այստեղ սովորական սովորույթ չէ։ Մարդկային արժանապատվության ու սիրո ձև է։ Օրվա բոլոր ժամերին բաց են նրանց տանդերները բոլորի առջև։ Այստեղ հյուրին դիմավորում են ոչ թե ձևականությամբ, այլ սրտանց։ Նրանց տներում խաղաղ է, զրույցները, ընտանեկան ջերմությամբ լի, խաղեցնող ու մաքրող։ Հենց այդ զրույցների մեջ է քարավանջեցու իրական հմայքը, հոգու պարզությունը։ Չորացանեմ ձիմերը կամ եք, համեցեք։ Ես? Արտունի աղջիկն։ Մարոյն Արտունի, Ղարաբաղցի։ Որեստան ապրալ։ Անիտա։ Սղապրա, չեք ստեղ։ Չէ, իրանք չեն ապրալ, դա ուրիշ Ղարաբաղցիներ։ Եկեք մեկ հարյուտ թյողի։ Երկիր վեքեպորը մոլյանցի։ Սյուդա կաշասի օպրոպորոչ։ Երցրեցիք։ Այևս հարգելի բարեկամներ, մենք էլ Գարբաչովը անցավ իշխանության գլուխ, ովին արգերից։ Դեմեք եք քարաջեցիներս խմող մարդք եք։ Ասեց սապսեն կարող արգել են, դա գորես հարավի մասին ու ոտանավոր հիշեք, հելի ասեք հիշեք։ Բերիցեք եկեք զգան թավար մաղար սախավակեցին տարան։ Որոշ մարդիկ սողոցը վերցրեցին, թոտի ծառերը կոտորեցին։ Սենց ես թոտի հարավի մասին ու ոտանավոր եմ գրելու։ Վերնագիրը դրեցիք քարավջիտ թյողի։ Մնաս բարով դու հարգարժան քարավջիտ թյողի,
թունդ ես եղել ու սպիտակ, պապաջակների հետ բյուրեղակյա, ում խմել է հյութըտ գետ մի անգամ, թեկուզ մոտքում, իր ոչ կյանքում, թթի ծառին, մնացել է միշտ բարձական։ Հիացել է կացր մրքովըտ, պարթամ ուլայն մեզ տերեղոտ, զանգեզորիլ են աշխարում, մեզ թթենուն պտի հարգել։ Ում գովերի թթի ողի, մեզ լավ սոր ու արկավոր, խմիշկների մեջ թակավոր, թեկուզ չնես այս շետև չզարդարես սեղաները մեր, նման բանը մեզ պետք է որ։ Արաժեշտ է խորել կրկին ու ձեր բերել կացր մրքին, ոնց օրել է մեր պապերը, թորել միայն ողի կարգին։ Ողին պետք է չափով խմել, որ չդառնալ նրա գերին, հարբած մարդել ահավոր է անդուրեկան շաշատերին։ Պոետ Արմենես Վարշլուրի իմացա, առանց ող ու չդիմացա, հորինեցի իմաս երկը, թե ինչ անենք թտի բերքը, ինչ անենք, անենք ճամի չուտել բակմազ, որ չի կորչի թտից մի մազ։ Ողի խմի, լավ խմի, խմելուց եղին զգուշ, մի եղիր խելքիցը տապուշ։ Ողի խմի, լավ խմի, լավ ընկերոջ հետ խմի, կամ էլ սիրուն, չկնաղ կրոջ հետ խմի։ Այնպես խմի, որ խմելը չմացվի, սա է կյանքը, եթե ողջ ես, լավ խմի։ Կյանքը սուտ է, մա ճիշտ, անցոր դուր չես ապրել միշտ, սիրեք իրար, մնացեք սիրով, օր մե աղին հուպտուվեք մեր քարավոջի արեղին, օրցինեք նարու։ Հունջը հին ու խորհրդավոր մի վայր է, որտեղ դարեր շարունակ ձևավորվել են պատմություններ, ավանդույթներ ու արժեքներ, որոնք այսօր էլ կենդանի են, կապելով անցյալը ներկայի հետ։ Յուրաքանչյուր գյուղի պատմություն կարևոր է ժողովրդի համար, քանի որ նրանք են կրում այն արժեքները, որոնք կարևոր են մշակույթի պահպանման համար։ Քարահունջը շարունակում է մնալ մի աղբյուր, իր պատմություններով, որոնք պետք է դեռ պատմվեն ու լսվեն, փոխանցելով գյուղի ու ժողովրդի ոգին նոր սերունդներին։